Դու չգիտես երբեք ինչ կլինի քեզ հետ հենց մի վայրկյան հետո Դրա համար ապրիր ուրախ ու երջանիկ քեզ տրված կյանքը քո Դու հարաբարիքներ թե լինեն կարիքներ կյանքի ճանապարհին Անցնի 100 տարի մեկ էլ չի առնի երբեք ոտքդ քարի Ամու հոտով կյանքը ինքան Չես հասնու վայելել անգամ Ամու հոտունի ամեն օրը Միայն ժպտադու կարևորը Կյանքը քաղցր է երբ մարդ ունի իր կողքին Ընկեր ու բարեկամ Որ քեզ համար գիտես թե պետք լինի անգամ Իրենց կյանքն էլ կտան Այս աշխարհն էլ անցնի, սերը միշտ կմնա, չմոռանաս երբեք Սիրո մասին պիտի ամեն մի առիթի իրար համար երգենք Ես հետդ կարամ շատ խոսամ, տրվեմ Պատասխան ուզեմ ծոմի պահվածքի համար Բայց տղոտ հիմա օգնություն է պետք Որ կռվենք իրար հետ Դրանից հարցը չի լուծվի Արման, հասկանում եմ, որ երկու անգամ օգտագործել է Բայց այդ մշտական չի Եթե մշտական ներս կնկատեի, կտեսնեի Ինչքան փորձես քեզ համոզես, որ պրոբլեմ չկա Այդքան տղուտ կվնասես Սեն ժամանակ ոչ մեկ չի օգնի ծոմին բացի քեզանից Ծնողս այն ժամանակ շատ տարբերակներ չունի Կարաս ամեն ինչ արգելես, բայց երեխան քեզանից կհեռվանա Մնում է մի բան Ինձ լսես Ասա համաձայն եմ, ինչ անենք Ապրես Արի գնանք բժշկի կաս ինչ անենք Ես քեզ լավով եմ ասում Հիմա թողու գնաս տեղից Հարայելացդ շոֆեր չի, ռույլը տես կորցր է, կպի գործերիդ Ճոմ գնաս տեղից Արա հորդ հանում եմ, տակը բան չի մնում, այ տղա Միատ հանգստացի Միատ չետ, Արամ, հանգստացի, հանգստացի Չեն անում, վրում կժվել են Լիկա պապայ զանգի, սրանք իրար կսպանեն Իրոք են չէ Արի այդ տղարը էլի Այ Բժիշկ խանգարեցի Ոչինչ Համեցեք համել կտեսնեք թե ռոբոտը ինչպես է վերականգնում մազերը Մենք սա ինչ անում Հիմա հաշվում է թե քանի հատ մազ է պետք որ ստանանք patient-ի ուզած խտությունը Հալի, պամենք ինչ անում Հիմա դիզայն է անում դիմացի հատվածը որ լինի բնական եւ համապատասխանի patient-ի դեպքի Okay, լավ հասկացավ Պամենք ինչ անում Գծրիր էլի ես ռոբոտը քեզանից խելոք է Գիտի ինչ անում Համ կարողանում է չափել թե ինչքան մազերը պետք է հեռու լինեն իրարից Համ գիտի թե ինչ թեքությամբ պետք է դնի մազերը Դե որ ոզնու նման չլինի էլի Դե, յոշը կտուս Շարունակե Եվ վերջապես ինչ խորությամբ որ մազերը չթափվեն Բայց դե ուրեմն շատ թանկալի Ինչ անիմ ես պիտի կամ լոն քաշիմ Վեր կարանամ սա փողերը տամ Ամսական $200 կարող եք կատարել վճարումը Ուե, $200 Ախպեր մին տուտուսի Դոկտոր Ջանս, դե $168 փողը եկար, ասում մնացածն էլ քեզ իսկ քանի օրը զեր կանեմ լի, ախպեր դուս եք լի մոստեր, ես եմ պարկում։ Դու խայտարակ չես, ես մարդուր գնա։ Լավ, դուս եք բախանին, արև փողը տված է, լի դուս եք մագի մատերս։ Արա դե նա վճարել եմ մի անգամ ինձ թող թակեք չամ լի։ Լիք խմի ու հերիք հալացած։ Ատե քեզ ով էր ասում փոլիս կանչես։ Բա ինչ անեի, թող իրար սպանեին, թե դու էիր գնալու փրկեիր։ Հա, բայց սենց Արամին էլ տարան։ Վիկա, կռիվը բաժանելու ուրիշ տարբերակ չկար։ Չեմ ասելու պապային։ Լիք, բայց դու ինչ մեղք ունես։ Հա, էլի իրանք կռվում էին, դու ինչ պետք է անեիր։ Վիկա։
Լիք ջան, ի՞նչ ա եղել։ Հեռախոսով ասեցիք, բան չհասկացա։ Մամ, Արամն էր եկել։ Հետո ծյոմը։ Հետո փոլիսը։ Ոնց։ Ինչ ա եղել, ես ինչ եք պատմում։ Տարօրինակ փարթեի սկիզբ։ Լավ էլի Վիկա։ Մամ, Արամն ու Տյոմը կռվեցին, Թինան էլ փոլիս կանչեց։ Ուրիշ տարբերակ չուներ։ Այ Աստված իմ, հորդ ասել ես։ Չէ, մամ, ուզում եմ դու իրան պատմես, ես չգիտեմ ոնց ասեմ։ Ես կասեմ, որ ես ցողը տոնեմ։ Ախ, Ինչ եղավ, ես դու էլ ես կռվի մեջ ընկել։ չէ, մամ, այս երեկվա հարվածից ա ցավում։ Ոնց։ Լիկա դու երեկվանից ցավ ունես ու ինձ չես ասում։ Վերկաս քեզ բժշկի եմ տանում։ Չէ, մամ, ես կանցնի, դու ավելի լավ է պապային ասա, ինքը գնա Արամին օգնի։ Ես պապայի հետ կխոսամ, դու գնա պատրաստվի։ Երեխեք դե հիմա պատմեք տենամ ինչ ա եղել։ Դե մենք նստած էինք, հետո Արամը եկավ, դե որոշեցինք Լիկային ու Արամին մենակ թողնել։ Իսկ ինչի որոշեցիք, որ Լիկային ու Արամին պետք է իրար հետ թողնեք։ Երեխեք ջան, խնդրում եմ, ինձ ամեն ինչ պատմեք, որ իմանամ Լիկային ոնց օգնեմ։ Դե ասա։ Դե ոնց ասենք, ոնց որ թե Արամն ու Լիկան իրար են հավանում։ Տենց ծյոմը եկել ա, իրանց տեսել ա խոսալուց, երևի վիճել են ու այդ ամեն ինչը վերածվել ա կռվի։ Պարզ է, Թինա ջան ճիշտ ես արել, որ փոլիս ես կանչեվալես։ Տիկին Աննա, մենք գնանք հա արդեն։ Հա, հետո կզանգենք իմանանք Լիկան ոնց ա։ Լավ երեխեք ջան, շնորհակալ եմ, որ Լիկային օգնել եք։ Դե լավ է էլի, իրանց հետևից չեն էլ հավաքում։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Supreme Rolling Doors Los Angeles-ում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաև դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Իմ անունը Հայ է, ազգանունս Յան։ Հոգուս միջի խինն ու տոնը հերու հողում նվիրողիս անունն է Յանս 333 North Road Յանս, իսկական հայկական համոհոտ։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Օրվա արագ տեմպի մեջ հաճախ մոռանում ենք ամենակարևորի՝ ինքներս մեր մասին։ Իմ հագեցած աշխատանքային օրն ամփոփում եմ մեկ բաժակ թեյով եւ Մալաթիա Բեյքրիի անկրկնելի Armenian Gathայով։ Armenian Gatha, համ, որը հիշվում է։ Բարձրակարգ խոհանոց, կատարյալ երաժշտություն եւ մթնոլորտ, որ ստիպում է վերադառնալ կրկին ու կրկին։ Cosmo Palace, ձեր լավագույն երեկոն։
սկսվում է այստեղ։ Glendale Galleria Bloomingdale-ի հարևանությամբ է գտնվում Maternity Imaging կենտրոնը։ Բժիշկ Գևորգ Քրաջանի գլխավորությամբ կարող եք օգտվել բազմաթիվ ծառայություններից։ Maternity Imaging Center։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Love You։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ Հրաշալի նորություն։ Ձեր հարմարավետության համար արդեն գործում է HiPost-ի 5 մասնաճյուղ, որտեղից կարող եք գումար ուղարկել աշխարհի ցանկացած երկիր կամ ծանրոցներ դեպի Հայաստան մատչելի արժեքով։ Մանրամասների համար զանգահարեք 818 991 0000։ HiPost ազգային փոխադրող։ Շուտով նոր տարին կծեծի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Դայանա Մարտեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժ գույքի առք-ու-վաճառքի գործարքների լայն շրջանակ։ Ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժ գույք Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում, այդ թվում Van Nuys, Lake Balboa, Granada Hills եւ այլ քաղաքներ։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար, վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաեւ ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Տեղում պատրաստված համեղ աղցաններ եւ խորտիկներ, ձկնեղենի եւ մսեղենի լայն ընտրանում, նաեւ ալկոհոլի լայն տեսականի, տարբեր ճաշակի եւ արժեքի։ ST Market, թարմություն եւ որակ յուրաքանչյուր գնումում։ Ճիշտ ասած, անցած տարին վթարի գործով դուք զբաղվեցիք։ Ձեզ շատ լավ հիշում եմ։ Ասեք հիմա ինչով կարող եմ ձեզ օգնել։ Տղասա մեքենան խփել, բայց դժվարներ չկան։ Ում հարցնում եմ մեկը մի բան ասում, երկրորդը մի այլ բան ասում, չեմ հասկանում, մի խոսքով եկել եմ ձեր մոտ։ Գիտեք մեր գործի ամենավատը որն է, որ այսպես լուրեր են տարածում, մարդկանց սխալ ինֆորմացիա են տալիս եւ շփոթության մեջ են գցում։ Լավ, հիմա պատմեք պատմությունը, մի անհանգստացեք։ Մենք ձեզ ամեն ինչով կաջակցենք։ Մենք արդեն աշխատել ենք իր հետ։ Ես ձեզ վստահում եմ։ Գնացինք։ Հա։ Չես գալիս։ Ես վերջացնեմ գամ։ Բրծար դասը։ Հա, այսօր всё։ Բրատ գիտես, չէ՞, մեն օրվանից հետո տենց էլ չխոսացինք մենք։ Հա, գիտեմ։ Ինձ էլ ճիշտ հասկացի էլի, չեմ ուզում ես հարցը այսքան ձգձգվի։ Լսի, Հենո, հիմա որ մերոնց ասեմ, հաստատ գիտեմ, ասելու են չէ։ Համել այն օրը Մելանի հետ խոսացի։ Ահա։ Բա հետո։ Դե չեմ ուզում, որ քուրս նեղվի, ուզում եմ ամեն ինչ իր սրտով լինի։ Դու էլ շատ լավ տղա ես, ուղղակի մի վրազեք էլի։ Այն օրը հանդիպեցինք բոլորովս, խոսացինք։ Ավելի լավ է տենց կամաց էլի, հետո տենանք ինչա լինում։ Okay, հարց չկա այն, որ ես է քուր ունեմ, լրիվ հասկանում եմ քեզ ու գիտեմ ինչ է նշանակում քուրիկի համար անհանգստանալը աղբերս, այն որ սաղ պատկերացնում եմ, բայց իմացի Մելանիի հետ ապահովը լինելու ու ոչ մի խնդիր չի ունենալու, ու ինչքան որ դու ես մտածում քուրիկիդ համար, այդքան էլ ես աղբերս։
Կարենի դասը պետքա վերջացած լիներ արդեն։ Դե կգայելի վրոզում ես։ Չէ, բայց Կարենին չես սպասում, չէ։ կամաց խոսա։ Երեխեք կարող ես աղոյ միտեղ գնանք։ Ուր։ Կարան գնանք կինո կամ պիցա ուտելու, կամ էլ երկուսն է։ Հեսա Կարենը գա հասկանանք։ Հա, այնոն էլ է ուշում։ Իսկ ինչա նշանակում։ Նշանակում է երեք լավ են։ Երեխեք ինչ կա։ Ես ու Կարենը մեկ լավ բան ենք որոշել, մտածում ենք բոլորով հավաքվենք ինչ-որ հետաքրքիր տեղ գնանք։ Մինչև ձեր գալը մենք էլ էինք այդ մտածում։ Կար, բայց մաման գալու է։ Ես զանգի հետ խոսացել եմ։ Դե շուտ լավ է։ Եկեք ես գիտեմ ուր գնանք։ Մելան, ես աղբորոդ հետ խոսացել եմ։ Գիտեմ, Կարեն ինձ ասել է։ Բա հիմա ինչ ավելի հանգիստ եմ, բայց մեկա քո հետ առանձին խոսելու բան ունեմ։ Ինչքան էլ աղբերդ ասած լինի, մեկա բաներ կա, որ պետք է առանձին խոսանք։ Դե եկեք երեխեք։ Լավ, արի հիմա գնանք, հետո կխոսանք։ Անի։ Որտեղ է տա ցավում։ Վիզս մի քիչ էլ մեջքս։ Ցավ կա։ Մի քիչ։ Կռացի։ Okay. Ծարկած ինձ արա։ Զգում ես։ Ստեղ։ Թող։ Ծարկած ինձ արա։ Հավասար ես, զգում թե մեկը ավելի շատ մյուսից։ Չէ, հավասար են։ Սխմի։ Կլես ձեռքով։ Ցավ կա, որ սխմում ես։ Չէ։ Բժշկության ամեն ինչ նորմալ է։ Ես լուրջ բան չեմ զգում, բայց ճիշտ է կարել, որ եկել եք։ Ամեն դեպքում պետք է գնաք MRI-ի, իսկ ինչու 3 չէիք եկել։ Ես ուղղակի 3 չէի ասել, որ ցավեր ունեմ։ Եթե նույնիսկ չի ցավում, ամեն դեպքում վթարից հետո պետք է գալ ստուգման։ Դա արդեն հասկացամ, բժշկության։ Լավ, սպասեք, հիմա ձեր թղթերը բերեմ։ Ման պապայի հետ խոսել ես։ Խոսել եմ։ Արտադրել լիկայի մոտ տես կրվեք։ Շեֆ, ես ամեն ինչ արեցի, որ լավով թողի գնա։ Ինքը սկսեց։ Ես պետք է վստահ լինեմ, որ դու կարող ես քեզ տիրապետես ու կառավարես։ Ես տղամարդու հետ որս տեսակտ եմ սիրում։ Ես քո հետ տանը խոսեմ, լակոտ։ Լրիվ կապդ կորցրել ես, հալա։ Հաշիվ չես տալի արածներիդ համար։ Երեք վարածներիդ ինչ էր, հալա, այդ ինչ պատմություն էր։ Շատ քիչ էր։ Այնքան վախտ եմ անելու, միջև իմ սրտով լինի։ Գնա մարդն նստի։ Ապա չգիտեմ ինչ անեմ, ցավը տանեմ։ Էլ արդեն չեմ հասկանում ինչ անեմ, ախպերս։ Արա այն ինչ առավոտ խոսացինք։ Այդքան բան։ Նստի ավտոն եթում ենք։ Չէ, շեֆ, լավ է, ես կգնամ։ Տեղից շատ եմ այսօր նեղություն տվել։ Այդ տղա նստի ավտոն խոսալու բան կա, հալագացրա։ Գնացինք, շարժվեցինք։ Վայ Անահիտ ջան, շնորհակալ եմ, ինձ թվում էր, ես լական չի անցնի զգեստիցս։ Դե մենք գիտենք, որ կտորի հետ ինչ նյութով աշխատել։ Մի հատ կաշվից պայուսակ ունեմ, վրան անհասկանալի հետքեր կա։ Մի հատ բերեմ նայեք, էլի կարողանաք մաքրել։ Իհարկե բերեք, մեր ձեռքի տակից ոչ մի լաքա չի փրկվել։ Մի վայրկյան կներեք, Անահիտ ջան։ Հան, ինչ կա։ Ոնց եղավ երեխան։ Նորմալ է, Սոն ջան, երեխուն արդեն տուն եմ տանում։ Լսի, մայեստրոյի հետ բան եմ պայմանավորվել։ Նորից։ Ինձ մի խառնի այդ գործերին, էլի խնդրում եմ։ Սոն, խնդրում եմ, էլի արի հետս գնանք, մայեստրոյին խոսք եմ տվել, որ պիտի տանեմ սուպերմարկետ ու սովորացնեմ, թե ոնց առողջ ուտելիքներ ընտրի։ Կարող ես այդ մարդուն հանգիստ թողնել, Դոան։ Լավ էլի, Սոն, վերջին անգամն է, խնդրում եմ։ Լավ, օքեյ, հիմա կգամ։ Անահիտ ջան, շուտով մի հատ առիթ ունեմ ու ուզում եմ ինչ-որ յուրահատուկ մի բան հագնել ու գիտեմ, որ դուք կարում եք, չէ։
Այս երկու օրը մի հատ կգամ, միասին էսքիզ կանենք ու կկարենք, որ ես փայլեմ այդ օրը։ Իհարկե համեցեք սիրով։ Եղավ Անահիտ ջան, անչափ շնորհակալ եմ։ Ձեզ լավ օր ստեսի։ Ձեզ։ Մամա, այստրոն ոնց է, պապան ինչ է ասում։ Պապան ինչ կարա ասի, պալես, պապան հո բժիշկ չի։ Դե բայց կիմանա չէ։ Լավ բան չեն ասում աղջիկս, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել, քո մասին եմ ուզում խոսել։ Իմ մասին ինչ խոսանք։ Դե օրինակ ասենք Արամի, ծաղիկս, բան չունես ասելու։ Չգիտեմ ինչ ասեմ։ Լավ տղա է։ Ինձ դուր է գալիս, վստահ եմ, որ պապան էլ է հավանում, եթե չհավաներ, չէր առաջարկի քո վարորդը լիներ։ Նշանակում է վստահում է։ Մամա, այսինքն, հիմա ինչ ես ուզում ասես։ Ուզում եմ ասել, եթե հավանում ես, քո սրտով է, ու այդ ամեն ինչը փոխադարձ է, քեզ չսահմանափակես հիմար մտքերով։ Օրինակ ինչ մտքեր։ Դե չգիտեմ։ Չմտածես, թե քեզ կմեղադրենք, կասենք սկզբում Արտյոմն էր, հիմա էլ Արամն է։ Այս բոլոր խոսակցությունները անիմաստ են, ինձ համար կարևոր է քո երջանկությունը, բայց չեմ ուզում, որ մի անգամից թռչես մի հարաբերությունից մյուսի մեջ։ Ժամանակ վերցրու, ուսումնասիրի։ Ինչի ես ժպտում։ Դե մտածում եմ ինչով եմ արժանացել սենց լավ ծնողների։ Ինձ ամեն ձև աջակցում ու օգնում եք։ Որովհետև մեզ համար կարևոր է քո երջանկությունը։ Այդքան բան։ Բայց չասեցիր, Արամին հավանում ես, թե չէ։ Պարզ է։ Համեցեք։ Կարելի է պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Դուք եք զանգել մի ժամ առաջ։ Այո։ Համեցեք, նստեք։ Տղասը։ Ուրախ։ Լսում եմ ձեզ։ Նոր ենք փոլիսից դուրս գալիս։ Սանոթ մեկի տուներ գնաց է տղաս ու այնտեղ կռիվ է արել։ Ըստ վկաների ինքն է եղել հրահարողը, ինքն է եղել մեղավորը։ Ես մեղավոր չեմ, ինքն է իրան սխալ բայ։ Կլենես ուսում մնաս։ Չէ, լռել պետք չի։ Ես ամբողջ պատմությունը պետք է իմանամ, որ իմանամ ոնց պաշտպանեմ։ Ես պատմելու բան չունեմ, չեմ դնել ուստը կյանքս պատմեմ։ Արտյոմ, տղաս, եկել ենք քաղաքի ամենաուժեղ կրիմինալ լոյերի մոտ։ Պատմի այն ինչ որ եղել է։ Ես երկար քեզ վստահեցի։ Ժամանակն է որ ամեն ինչ փոխվի։ Թե չէ կյանքդ կխորտակես։ Ուղղակի վստահեք ինձ։ Լավ, կպատմեմ։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor, stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Գլենդելի սրտում East Broadway-ում ձեզ է սպասում նորաբաց Նուրվանը։ Ջերմ ընտանեկան մթնոլորտ, ներփաճաշակ ձևավորված սրահ եւ հայկական անուշահամ խոհանոց։ Զանգահարեք 805 505 5005 Նուրվան, որտեղ սկսվում են հիշողությունները։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Մեր մոտ պահպանված է իսկական մանղալի խորովածի արվեստը։ Փորձեք մեր քյաբաբները, բացառիկ համեր, գիրոսի վարպետի կողմից եւ full plate-ներ։ Վայելիր տեղում կամ օգտվիր մեր արագ-առաքման ծառայությունից։ Մեր մոտ, Հայաստանին ավելի մոտ։ Լիթ Սուշի, A+ ստատուս եւ կորեացի լեգենդար խոհարարի 35 տարվա անբասիր հեղինակություն։ Այստեղ օվկիանոսի թարմությունը տեղ է հասնում ամեն օր, առավոտից մինչև գիշերվա 1-ը։ Վայելեք իրական ռոլեր եւ սուշի մեր հարմարավետ ինտերիերում կամ պատվիրեք
Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Baked pizza, երբ սիրում ես, համեղ ուտել։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Dog Resort Լոս Անջելեսում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Խմբակային թերապիա, ժամանցային զվարճալի ծրագրեր, այս ամենը պրոֆեսիոնալ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ ձեր օրը կդարձնեն հետաքրքիր եւ բովանդակալից։ Զանգահարեք եւ գրանցվեք այսօր։ Մենք սպասում ենք ձեզ։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ Այսօր տարը խնամքները շատ անհրաժեշտ են, քանի որ մազերը ներկելուց, գունաբացելուց եւ ոչ ճիշտ խնամքից դառնում են չոր, կոտրվող եւ թույլ։ Գնահատում եմ մազի վնասվածության աստիճանը, ընտրում ճիշտ բանաձևը եւ տալիս մազին այն, ինչ իրեն պակասում է։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պահ, այդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ 807 771 77 Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Aya Collision Center Ավտոմեքենաների մասնագիտացված վերանորոգում եւ վերականգնում բարձր ստանդարտներով։ Aya Collision Center Գործը արվում է ճիշտ։ Զանգահարեք 818 858 8330 Ինչպես են համաշխարհային աստղերը մեկել հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111 Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12,736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Bay! Haydi, bay, mallar sonrası çal. İki çelmeniz, bay. Ինը վար։ Ոսի այեք չունի։ Բալադս բդամն է։ Ինչ լավ է, որ բոլորով սկսել ենք սենց լավ շփվել ու Կարենն էլ լեզու է գտել բոլորի հետ։ Հա, լավ տղա է ախպերդ։ Ինքն էլ քո մասին նույնը ասեց։ Էլան, ես գիտեմ, որ ես ամեն ինչ ընդհանրապես պետք է ուրիշ ձև, ուրիշ տեղ անեի ու Ինչի համար։ Դե որ ասե էլի, որ քեզ սիրում եմ։ Ես շատ ռոմանտիկ բառեր չեմ կարող ասեմ, բայց իմացի, որ հենց առաջի օրը քեզ տեսա, միանգամից հասկացա, որ դու ես ու վերջ, ինձ էլ ոչ մեկ պետք չի։ Բայց դες չի լինում է։ Լինում է, դու իմ հետ եղավ, ու եթե մինչև ինձ ոչ մեկ էդ չի եղել, ուրեմն ես առաջինն եմ։ Չես հավատում ինձ։
Հավատում եմ։ Երեխեք ինչ եղաք, արագացրեք, սոված մերնում ենք։ Գալիս ենք։ Արագ եկեք։ Լավ, ամոթ հարի գնանք, մեզ են սպասում։ Արի։ Բայց Սկանամ չէ վաղը գամ հետևիցդ միասին գնանք կենտրոն։ Լավ, արի։ Այ ջան, սիրում եմ երեքես, այ ջան, քո ցավը տանեմ։ Այ ջան, սիրում եմ երեքես, այ ջան, քո ցավը տանեմ։ My ta-la-la, ta-ta-la-la-la, ta-ta-la-la-la, ta-ta-la-la-la. Մեքենա ծարքեցիր։ Դեռ չէ։ Ոդկա վեսլի։ Մեքենա եմ վարձել, մինչև տեսնեմ ինչ կլինի։ Կյանքդ մի պատմի, մի հարցում տամ կրակն եմ ընգնում։ Լսի, դու գիժ ես։ Դու էլ դերասան ես։ Հետո ինչ։ Էդ իբրև վիրավորեցիր։ Հալի դու էլ նենց հումորի զգացում չունես քեզ։ Դու էլ հումոր անել չգիտես։ Դու էլ ինչ ես։ Ուզում ես քեզ կոփե առնեմ խմիս։ Ասև դարը ջուր ալի կոփե։ Ես գիտեմ կոֆեն ինչ է, բայց ինչ ես այդքան ուզում կոֆե առնել իմ համար։ Կիլայավ չէ, մի ստական առնեմ խմիս։ Հա, ուզում ես հյուրասիրես։ Ուզում չեմ, ուղղակի մտքով սա անցկացալ։ Հա, այսինքն ուզում ես։ Ասկաս ինչ մասում քեզանա պրծում չկա։ Չէ, դու հաստատ նորմալ չես, հաստատ։ Երբ Աննան գալու շուտ գնանք ստեղից։ Սա էլ է ստեղ։ Օրինակ ես բաժինը մայստրո, ես թույնա։ Սրանք բոլորը թույն են, չես առնում, նայում ես անպայման ինգրեդիենտները, որ մեջը երը չլինի, որ տրանսվատեր չլինի, որ աղերը քիչ լինի, այ իսկ բանջարեղենների մեջ ընտրում են կանաչները։ Կանաչը արևի գույնն է։ Բայց ինձ միշտ թվացել է, որ արևի գույնը այդ կարմիրնը, դեղինը, գազարագույնը։ Մայստրո, կանաչը ֆոտոսինթեզի գույնն է, իսկ ֆոտոսինթեզ առանց արևի չի լինում։ Ես միշտ մաթեմատիկայից թույլ եմ ուրել։ Լսի, ուրեմն խառնում ես սա ու սա։ Սկզբում մի քիչ թեթև սրտխառնոց կունենաս, գլխապտույտ կունենաս, բայց հետո օրգանիզմդ առողջ սնունդին կսովորի։ Չէ, արդեն հնարավոր չի դիմանալ։ Ինչ հնարավոր չի։ Վայ, մայստրո ջան, ինչ ես խոսում։ Ես քո կողքն եմ, քեզ օգնելու եմ։ Հանկարծ չնեղվես, հանկարծ հուսահատ չլինես։ Լսեցիր։ Գիտես Աննա ջան, չեմ ուզում, որ դու այդպես ինձ համար այդքան ցավ ապրես։ Ոնց։ Ոնց կարող եմ անտարբեր լինել։ Հա, անտարբեր եղի։ Բանի տեղ մի դեր։ Ախր ոնց։ Գիտես ինչ, ես հասկացա, քեզ հոգեբանա պետք։ Ես մի հատ շատ լավ հոգեբանի եմ ճանաչում։ Կգնաս մոտը, այսինչ ժամերով հետդ կխոսի, մտքերը դարակներով կդասավորի, քեզ պոզիտիվ մտածելակերպ կտա, ամեն ինչ լավ է լինելու, կպայմանավորվեմ, վաղը ժամը 11-ին կգնաս։ Լավ է լինելու։ Հերիքը։ Ինձ հոգեբան պետք չի, ինձ ես կանաչ բաները պետք չեն, ես առողջ եմ։ Ես հիվանդ չեմ։ Ես հիվանդ չեմ։ Արմանի հետ խոսիր։ Խնդրում եմ, Արմանի հետ խոսիր։ Արմանին հարցրու ամեն ինչ։ Նա կբացատրի քեզ։ Արմանի։ Ինչ կբացատրի։ Հասկանում ես, Արմանը, Աննա, Արմանը գնալու է։ Ոնց գնալու է։ Ուր է գնալու։ Ես ինչեր եմ խոսում։ Վայ, ինչեր եմ խոսում։
Այ, արի մոռանանք ամեն ինչ։ Ես քեզ ոչինչ չեմ ասել։ Մոռանանք ամեն ինչ, այսօր ինչ ենք ուտելու։ Ընտրեք լոբի, մորեխ, նեխուշ, ճահիճ, գորդ, մաղդանոս, հետաքրքիր բամյա։ Ես հասկացա։ Ամեն ինչ հասկացա։ Գիտես զգացել էի։ Ինտուիցիաս ինձ չէր խաբում։ Բայց ես իմ ներքին ձայնի չլսեցի։ Աննա ջան, դու անպայման Արմանի հետ խոսիր, ամեն ինչ դեռ կորած չի։ Խոսիր նրա հետ։ Հիմա չէ։ Հետո կխոսեմ Արմանի հետ։ Ինքը բարդ որոշման առաջ է կանգնած, բայց ոչինչ։ Ես կօգնեմ, որ հեշտ գնա։ Ինչ է եղել։ Կոլյա, ինչ եղավ։ Սպաս թակել մի։ Հա, լավ ես։ Այսումում կոպի արդիմ խմիս։ Լավ էլի Կոլյա, կառնես, օքեյ, համաձայն եմ, կառնես իմ համար կոֆե։ Բահիպ։ Էդ էլ ես պիտի ասեմ։ Սոնա գնացինք։ Բարև տուրը։ Ասեցի արագ արջ, նստի գնացինք։ Արևտուրը ջանդան, բա մայստրո շտեղա։ Կարողա թողեցիք վանջարեղինի բաժնում։ Ոե։ Մայստրո։ Ինչ հալալ, մայստրո։ Խոսե։ Ես Աննային ասեցի, որ հիվանդ չէ։ Ոյ։ Ասեցի, որ Արմանի հետ խոսի։ Ոյ, մամուն արև, խետի պենի սրալարա, զանգտո Արմանին զգուշացրու չելլերա։ Չէ, ես Արմանին չեմ զանգի։ Խե։ Որովհետև մեր ընկերը սխալ է։ Ոյ։ Աննան իրավունք ունի ամեն ինչ իմանալու։ Արա։ Հիմա որ Արմանին ասենք նոր սուտ է հորինելու։ Իսկ մենք մեր ընկերոջը պիտի հնարավորություն տանք ճիշտն ասի։ Հետո էլ ես կազատվեմ ես ամեն ինչից։ Աչոկում ես ինչ է սրալ, արո։ Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Միրաժ ռեստորան։ Մինչև 500 հյուրի համար նախատեսված շքեղ սրահ, բարձրակարգ սպասարկում եւ բացառիկ խոհանոց։ Միրաժ ռեստորան։ Մեզ մոտ ձեր օրը դառնում է իսկական տոն։ House Design Center, Քոտան նոր ոճը, սկսվում է այստեղ։ Մեզ մոտ խորհրդատվությունը անվճար է։ Զանգիր հիմա 818 404 9902։ House Design Center, Քոտան դիզայնը մեր մասնագիտությունն է։ Burbank Music Center. Ակշար USA-ը ներկայացնում է Հայաստանի արևահամ բերք ու բարիքի համն ու հոտը Լոս Անջելեսում։ Արտադրանքը ստանում ենք Հայաստանից, տեղում պահեստավորում եւ մատակարարում ենք բոլոր խանութներին։
Առաջարկում ենք շուկայականից ցածր գներ եւ ճկուն վճարման տարբերակներ։ Կարող եք նաեւ նախորոք պլանավորել։ Գրանցվելով այսօր, դուք ապահովում եք առավել մատչելի գին ապագայի համար։ Valley Memorial, Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին, ամենաբարդ պահին։ Դուք կարող եք գտնել մեր ապրանքները ձեզ մոտակա հայկական խանութներից։ Իսկ մեծածախ գնումների համար այցելեք Prestige Housewares .us պաշտոնական կայք, որտեղ ձեզ կօգնեն մեր մասնագետները։ Prestige Housewares. Որակյալ սպասքի ձեր լավագույն ընտրությունը։ Prestige Housewares. Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Բարև ձեզ, Քուլուքսը ստեղ է։ Ստեղ են մասկարակում։ Այո, Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաջալությանը։ Դե ինչ, եկել եմ մազերս Քուլուքսում կրակեմ, լավ վարպետներ են աշխատում ստեղ, դենանք ինչ ենք անում։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի մաչելի գնով մեկ օրում ձեր սեփական մազերն են աճելու երաշխավորված։ Ես գիտեմ, որ Քուլուքսում լավ մասնագետներ են, դրա համար եկել եմ ստեղ։ Քուլուքսը չի պատերել իմ այս մազերս սա գալու աճելու, ոչ ես էլ եմ աճելու Թազա երկեր ենք անելու, ոչ ուժեղ բաներ ասում մեզ։ Ուրախ եմ, որ աղբորս տեսա, շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Ասեմ, որ ճիշտ մասնագետների ես դիմել։ Դե վсё, ջիգաներ, հաջողություն, Ջոն ջան, համեցեք։ Ես գնացի։ I love you։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Ալո, ինչ կա գեբ։ Ես մի բան եմ իմացել։ Մտածեցի քեզ ասեմ, կարողա պետք է անգերոջից զգուշացնես։ Ինչ այլ է։ Այսօր շեֆը Ստյոմի հորդ այդ նահարկամանների տեղներ գնաց է։ Դեռի հաբելի։ Ինչի մար։ Մի թեթև խոսակցությունն եմ լսել, ասում են ինչ-որ բերտաղուտ պարկասնենք ստեղ։ Այ քոլա։ Լավ, լսպասի ապեր։ Աննա, ինչ ես անում։ Առանց Արմանի հետ խոսալու, առանց քննարկելու։ Ինչքան հարկավոր էր քննարկեցինք, հերիք ինչքանից խաբեց։ Ես չեմ հավատում, որ Արմանը քեզ դավաճանի։ Հա։ Մայստրոն շատ հստակ ասեց, որ Արմանը պատրաստվում է գնալ։ Իսկ ուրա գնալու իհարկե սիրուհու մոտ։ Ես իր գործը կթեթևացնեմ։ Ոչինչ հստակ չի ան։ Մի հատ Արմանի հետ խոսա, արի հիմա գնանք, եթե պետք լինի, հետո կգանք, չի փախնի այստեղը։ Ինչի՞ ես այդպես խոսում։ Դու տեղյակ էիր այդ ամեն ինչից։ Գժվեց իրան։ Չէ, ինչի։ Արմանը քեզ խոստացել է, չէ, որ տանը down payment-ը տալու է ու քեզ էլ մեքենայա դասավորելու որ վերցնես։ Կարողա դու այս ամեն ինչը գիտեիր դրա համար անում։ Դու լրիվ խելքդ գցել ես։ Ոնց կարաս տենց բան մտածես իմ մասին։ Դե ուրեմն իմ ընկերուհին եղի, ոչ թե Արմանի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։
Ձեզ մոտ հնարավոր է, չէ՞, շատ արագ ամուսնալուծություն կազմակերպել։ Այո, 2-3 օրվա ընթացքում կարող են կազմակերպել ամուսնալուծությունը։ Իսկ կարող ենք հիմա ֆայլ անել։ Ինչպես հասկանում եմ, այսօր դուք ձեր ամուսնու հետ չեք եկել։ Ցավոք երկրորդ կողմի ներկայությունը եւ համաձայնությունը պարտադիր է։ Եթե ժամանակի տեսանկյունից երկրորդ կողմը չի կարող գալ մեզ մոտ գրասենյակ, մենք կարող ենք փաստաթղթերը ուղարկել եւ կարող են ստորագրել on-line։ Կամ էլ հուսամ դրա կարիքը ընդհանրապես չի լինի։ Խնդրում եմ մտածեք, իրոք, միգուցե դրա կարիքը չլինի։ Եղավ, լավ, շնորհակալություն։ Կարելի է Բշկուի ջան։ Եկեք, Արման ջան, նստեք։ Ոնց եք, լավ եք։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ, նորմալ։ Իհարկե կուզեի հիվանդանոցից դուրս հանդիպել, բայց քանի որ երկուսս էլ զբաղված ենք, հիմա կտամ տեղը։ Եվ զգուշացնում եմ, որ էլ չեմ կարողանալու տալ։ Շնորհակալություն։ Էլի գոհ եմ։ Իսկ մտածել եք իմ ասացի մասին։ Ինչի մասին։ Բուժում ստանալու։ Հա, որոշել եմ, որ բուժվեմ։ Կսկսենք 6 ամսից։ Արման, լավ էլի։ Ձեզ լավ օր եմ մաղթում։ Ես իմ առաջի վիդեոն է։ Հետո չգիտեմ, ինձ թվում է ավելի հեշտ կլինի։ Դե կիմանամ ինչ պետք է ասեմ։ Դուք սա կնայեք, երբ արդեն ես ֆիզիկապես ձերը չեմ լինում։ Դուք իմ ընտանիքն եք, իմ կյանքի իմաստը, ինչի համար ես ապրել եմ։ Բայց հիմա ես իմացել եմ, որ քաղցկեղ ունեմ։ Մեզ միշտ թվում է, թե այդպես բաները մեր հետ չի լինում։ Ուրիշի կյանքում է լինում։ Այդ մեր մոտ հնարավոր չի։ Չիմանաք դժգոհում եմ։ Ուղղակի ինձ բժիշկը 3 ամսվա կյանք տվել։ Ես ուզում եմ այդ ժամանակը նենց օգտագործեմ, որ դուք սովորեք առանց ինձ ապրել։ Այսօր հիշել էի մեր Հայաստանում ապրելու վերջի տարին։ Ան հիշում ես, որ լույսերը գնացել էր։ Նստել ենք մոմի լույսի տակ, դու ասում էր, «Էս ինչ վատ ամեն ինչ»։ Ես էլ համաձայնում եմ քո հետ։ Մենք նստած ենք դժվարությունների, հոգսի ու բեռի տակ։ Չենք հասկանում, որ այդ մոմի լույսի տակ նստած ընտանիքը երջանիկ լինելու լիքը պատճառներ ունի։ Բայց չենք նկատում այդ։ Ու հենց այդ ժամանակ որոշեցինք ընտանիքով գանք Ամերիկա։ Մտածեցինք, որ սենց չի կարա շարունակվի։ Երեխեքին պետք է ուրիշ կյանք ապահովենք։ Հիշում եմ այն օրը, որ հավաքվում ենք, ինչքան բան թողեցինք հետևում, մեր տունը, մեր քաղաքը, մեր հարազատներին։ Դե մտածում ենք, որ ավելի լավ կյանքի հետևից են գնում։ Ու ոչ ոք չէր ասում, թե
թե մեզ ինչ է սպասվում։ Ամերիկայում առաջի տարի շատ ծանր էր։ Լեզուն չգիտեինք։ Միանգամից 3 տեղ էի աշխատում։ Ինչ աշխատանք պատահում էր անում էի։ Դու էլ երախեք հետ ամբողջ օրը։ Գիշերներ կային, որ գալիս էի տուն ու չէի ուզում, որ դուք նկատեք, որ ես հոգնած եմ։ Երկուսս էլ գիտենք, որ հեշտ չի։ Լիկա Հենրի, սրա մասին ես մաման ձեզ չենք պատմել։ Փորձել ենք խնդիրներից ձեզ հեռու պահենք։ Դուք ավելի արագ հարմարվեցիք։ Լեզուն սովորեցիք, ընկերներ գտաք։ Մեզ ավելի շատ ժամանակ պետք եղավ, որ այդ ամեն ինչը անցնենք։ Որ այս երկիրը ուստեղի մարդկանց հասկանանք։ Բայց մի բան կա, որ չի փոխվել։ Այն մոմի լույսի տակ նստած ընտանիքը մնացել է նույնը։ Մենք էլի երջանիկ լինելու 1000 պատճառ ունենք։ Այս ամբողջ անցած դժվար ճանապարհի մեջ չի հրաժարվի ոչ մի դժվարությունից։ Մենակ մի բան կփոխեի։ Ավելի շուտ հասկանայի, որ այս ծանր ու դժվար օրերի մեջ ամենակարևորը դուք եք։ Thank you.